Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 17։ Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք։ Հավիտենական կյանքի խոսքերն ունես դու, եւ մենք հավատացինք եւ ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Հովհաննես 6:68-69 խոսքեր։ Երբ մենք մեր մտքերում ծանր ու սխալ պատկերացումներ ենք ընդունում Տեր Հիսուսի խոսքերի եւ գործերի մասին, մտնում ենք փորձության մեջ, որը եթե Տերը ողորմությամբ չկանխի, վերջում կհանգեցնի գայթակղության։ Մարդու ապականված եւ չար սիրտը հաճախ հենց այն բանից է գայթակղվում, ինչը կարող էր լինել ամենամեծ մխիթարությունը։ Մեր Տերը նախորդ խոսքում իր հետևորդներին խոստացել էր հավիտենական կյանք։ Աշակերտները կառչեցին այդ պարզ խոստումից եւ որոշեցին մնալ նրա հետ, մինչ ուրիշները կառչեցին ծանր խոսքերից ու լքեցին նրան։ Քրիստոսի վարդապետությունը հավիտենական կյանքի խոսքն է, ուստի մենք պետք է ապրենք եւ մեռնենք դրանով։ Եթե մենք թողնենք Քրիստոսին, ապա մենք կթողնենք մեր հավիտենական կյանքը։ Նրանք հավատացին, որ Հիսուսը հենց այն Մեսիան է, որ խոստացվել էր իրենց հայրերին, կենդանի Աստծո որդին։ Երբ մենք փորձության մեջ ենք, գայթակղվելու կամ շեղվելու, լավ է հիշել առաջին սկզբունքները եւ հավատարիմ մնալ դրանց։ Եվ թող միշտ հիշենք մեր Տիրոջ քննող հարցը. Միթե դուք եք ուզում գնալ։ Միթե պիտի թողնենք ու լքենք մեր Փրկչին, ում մոտ պիտի գնանք։ Միայն նա կարող է փրկություն տալ մեղքերի ներման միջոցով, եւ հենց սա է բերում վստահություն, մխիթարություն եւ ուրախություն ու վանում է վախն ու հուսահատությունը։ Նա է տալիս այս աշխարհի միակ հաստատուն երջանկությունը եւ բացում ճանապարհը դեպի հավիտենական կյանք։